Գիտեք, ես գործարանների բացումների եմ գնացել, մի քանի այցեր եմ ունեցել գործարաններ, բայց մենք մեր ռազմավարությունաբերական այդ այցերից ոչ մեկը չի լուսաբանվել։ 7 տարբեր երկրների արտադրություններ ցուցադրված Հայաստանը այլևս այն երկիր չի, որ պլեջի կամ ծիպուլի հույսին է եւ երբ որ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բան անում, բարձրանում է ժողովրդի ճնշումը բարձրանա։ Հայաստանի Հանրապետությունը այլևս հազարների եւ տասնյակ հազարների երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Մեկը կարա հաշվի, քանի միլիարդի զենք է անցել այսօր Հանրապետության հրապարակով, քանի միլիարդ դոլարի զենք է անցել Հայաստանի Հանրապետության հրապարակով։ Իհարկե չեն հաշվի եւ չեն էլ կարող հաշվել։ Այդ ով էր տարիներով ասում, որ մենք պետական պարտքը բան ենք արել, կրկնապատկել ենք կամ չգիտենք ինչ։ Ահա, խնդրեմ, մենք ձեզ ցույց ենք տալիս պետական պարտքը։ Մենք որևէ մեկին ջախջախելու խնդիր չենք դնում, իսկ Հայաստանի տարածքների հարցը բազմիցս ասել են, որ կլուծվի սահմանազատման արդյունքներով։ Բաքվում անազատության մեջ պահվող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի, որովհետև պարզ չեն, թե նրանք ինչ պայմաններում, ինչ պայմանով եւ ինչ հանգամանքներում են անում հայտարարություններ։ Երկաթուղու բացմամբ Ադրբեջանի միջով Հայաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձևավորվել։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր փոխվստահությունը խորացել է եւ նաեւ ես շատ ուրախ եմ, որ Ախալքալակ-Կարս երկաթուղին է բացվել։ Ռուսաստանի գործընկերների հետ հանգիստ առանձնյարդի համբերատար կաշխատենք եւ բոլոր խնդիրները կլուծենք։ Ինչ վերաբերում է Պեռե վառոտին, Հայաստանը իր պահ եւ ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ։ Եվ ինչպես գիտեք, արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն է ձեռք բերել հազվադեպ միներալները։ Միացյալ Նահանգների հետ մենք աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ։ Գիտեք, որ պատերազմի հետևանքով զոհվածները զինծառայողների ապահովության հիմնադրամի շահառուներ են եւ հետեւաբար անունները պետք է հրապարակվեն եւ հրապարակված են այնտեղ։ Ես կարծում եմ, որ դուք բավարար հիմքեր ստեղծեցիք, որ ագի մարդ ձեզ դատի տա եւ պատվի եւ արժանապատվության հայցով եւ ես խորհուրդ եմ տալիս, որ ձեզ ուղղակի դատի տան, որպեսզի դուք դեր լեզվի չափը իմանաք, որովհետեւ Այդ մարդիկ, որոնց մասին խոսում եք, իրանք ձեզ դատի կտան եւ ես արժանապատիվ չեմ համարում ձեր հարցին պատասխանելը։ Հաջորդ հարց։ Խելքդ գլուխը հավաքել, ամեն քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Հանցագործ։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի արած ցեմենտը պետականացնում ենք եւ այդ հանցավոր գործարքի համար դու խանամիտ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվի, որ դղյա կտել դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ Վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։
հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։